Սա բոլորի ծանոթ ուժով աղջիկը Բազալտե Հուշարձանն է, առաջին հայ կին քանդակագործ այծեմի կուրարտոյի ստեղծագործությունը։ Ես մի որոշ ժամանակ առաջ իմ ընկերներից մեկից Հայկից Կիրակոսյան, ում հայրը եւս քանդակագործ էր, զանգ ստացա, ասեց գիտես ինչ որոշել ենք մեր Երևանի բնակիչ ընկերներով մեր հնարավորության չափով մեր բաներով վերականգնենք այս քանդակը, որը շատ բարդ ծանր վիճակում էր գտնում, այս ամբողջ իր շրջակայքը, Էդվարդ ջան, նկարներով դնելու եմ, հրաշալի։ Կոտրված էր ձեռքերը, ոտքերը, ամբողջ շուրջը ապականված էր եւ Հայկի հետ միասին որոշեցինք դա մեր ուժերով, մեր հնարավոր բաներով վերականգնել եւ արտաքին տեսքը պահպանենք։ Ներկայացնեմ, որ հնարավոր բյուջեի չափով սա լավագույն տարբերակն է եւ ոտի մասն է վերականգնվել եւ ձեռքն է վերականգնվել։ Իհարկե կա ավելի բան վերականգնելու ձև, որը շատ մեծ բյուջեի հետ է կախված, իսկ սա եղել է մինիմալ շատ քիչ ժամանակում վերականգնվել է, նաեւ վերանորոգվել է այդ ժամանակ վերևի լույսը, բայց լավ կլիներ, որ ավելի լավ կարողանանք վերանորոգել։ Հիմա մենք շատ կուզենք, որ այստեղի համար հատկացվի բյուջե, նաեւ այս պատի այս հատվածը նույն քարերից հնարավորինս տեղադրվի։ Հիմա ես ու Հրաչը մի հատ sense առաջարկ ունենք։ Ես տեղադրել էի լուսանկար, որ նստաններ են վերանորոգում, բան ռեստավրացիա անում, տեսած կլնեք, եթե իմեջում հետևում եք, ես նպատակ ունեմ տարեկան գոնե 10 հատ այդ սովետական նստաններից վերականգնել։ Հրաչը ասաց ինչ կլինի, մի հատը դնենք ստեղ, ես համաձայնվեցի։ Հիմա առաջարկս կենտրոն վարչական շրջանի Թաղապետի Պետրոսին, Պետրոս ջան, բացի նրանից, եթե դուք փորձեք ասեք նրան, որ ստե վերականգնվի մնացած հատվածը, ես պատրաստ եմ մի հատ նստարան նվիրել այս հատվածում տեղադրելու համար։ Այստեղ մի հատ բնաբաժակ պահպանվել է էլի Հրաչի շնորհիվ, որ ստեղ լրի պիտի տոմեջ սալահատակ շարվեր, ստեղ նախկինում կար բնաբաժակներ, բոլորը փակվել են, այս մի հատը պահպանվել է, իսկ այս մի հատում կանաչապատում հիմնարկում կան շատ լավ ծառեր, կարելի է սաֆորակ կամ ասենք սոսի տնկել։ Պատկերացեք առավոտյան երբ որ այստեղ վերանորոգում է աշխատում ենք, բավականին շատ զբոսաշրջիկներ քայլելով էին գալիս եւ նաեւ հեծանվորդներ ու վազորդներ։ Եվ ինչքան իրանք ուրախանում են, երբ որ այս ջուրը սկսվեց գալը, պատկերացեք այդ ամառվա տապին ինչքան հրաշալի կլինի նստեն հանգստանան անաթոռեն ու այս կանաչին իսկական Թամանյանի գծած Երևանին կվերադառնա։ Մերի նայեք այս ավտոբուսը ինչքան է հետ տա։ Նախ սենց կայանելը արգելվում է օրենքով, բայց եթե նույնիսկ կանգնում են ու մեր ոստիկանությունը չգիտես որտեղ է քնած ու չի կարող հետևի որ սենց չլինի, ապա այստեղ գոնե պետքա պատնեշ լինի, առնվազն այս հատվածում, արձանի հատվածում, որ մեքենաները այսենց հետ չգան։ Ուրիշ քաղաքներ կերազեն, ասենք 60-70 տարեկան սենց քանդակ ունենան, մենք բերել ավտոբուսը կանգնեցրել ենք դեմը։ Արձանը ունի նաև ցուցավահանակ։ Արձանին կից տարածքը փոշու մեջ կորած է եւ ունի մաքրման կարիք։